Բաղրամյան 26-ի հերթական հաճախորդը վերամիավորյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանն է։ Նախագահականի հրապարակած հաղորդագրությունն ասում է, որ Լյուդմիլա Սարգսյանի հետ հանդիպումը սահմանադրական բարեփոխումների շրջանակում է։ Բավականին համոզիչ բացատրություններ ստացան։ Տիկին Սարգսյանը պարոն Սարգսյանի հետ հանդիպումը գնահատում է բավականին հաջող, թեպետ շփումն այդքան հեշտ չէր։ Մենք ժամանակին լուրջ, ասենք, քաղաքական հակառակորդներ են եղել։ Հնչեց հարց. Սերժ Սարգսյանն այլևս Լյուդմիլա Սարգսյանի հակառակորդը չէ։ Տիկին Սարգսյանի պատասխանն է. Սերժ Սարգսյանը մեր նախագահն է, իսկ ինքը ընդդիմադիր է։ Եվ եթե հնարավորություն ունենք ներազդելու իշխանության վրա, ուրեմն պիտի ներազդենք։ Սակայն ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը պնդում էր, որ Սերժ Սարգսյանն այս նախագծով ուզում է վերարտադրվել։ Չի բացառվում, բայց նախագիծը կարևոր հարց է լուծում։ Ամեն մի նախագահական ընտրություն դա ցնցում է, դա կրքերի բորբոքում է եւ նախագահական համակարգից անցում պարլամենտական համակարգի հավանաբար հետապնդում է նաեւ այդ նպատակը, որ երկիրը ցնցումներից զերծ պահվի։ Տիկին Սարգսյանը չի պատրաստվում դուրս գալ Հայ ազգային կոնգրես խմբակցությունից, առավել եւս չի պատրաստվում մանդատը վայր դնել եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումով էլ չի փորձում լուծել ապագա ազգային ժողով մտնելու խնդիրը։ Դա ցանկալի տարբերակ է, բայց կարող եմ եւ չհայտնվել։ Տիկին Սարգսյանը չի կարող հակադրվել այս նախագծին եւ մի կողմ քաշվել, կարող է պատահի այն հանրաքվեով անցնի, այդ պահից բոլորս ապրելու ենք նոր սահմանադրությամբ։ Իդեպ ինչու հանկարծ Սերժ Սարգսյանի հակառակորդը որոշեց հայտնվել Բաղրամյան 26-ում։ Վերջին կաթիլը իմ գործընկերների անբարո վերաբերմունքներ իմ նկատմամբ։ Անբարո վերաբերմունքն իդեպ թերթերից մեկում տպագրված ահա այս հոդվածն էր, որտեղ Տիկին Սարգսյանին անվանել էին ԱՅՈ-ի հաճախորդ։